Մենք ինքներս ենք դժգոհ Վճռաբեկ Դադարանի որոշումներից, որովհետև շատ հիմնավոր բողոքներ Վճռաբեկ Դադարանը ստանդարտ ձևով, ոնց որ ասում են, մեկից մյուսը տպագրված եղանակով վարույթ չի ընդունում, վերադարձնում է ու վերջ։ Ու որևէ մեկը չկա հսկող մարմին, որ ճշտի, թե այդ վերադարձը օրինաչափ էր, թե ոչ, որովհետև մեր վերադարձ վերջնական երրորդ ադյանը հանդիսանում է Վճռաբեկ Դադարան, համոզված, որ իրան վերահսկող չկա, վերադարձնում է ու վերջ, ու չի երևում, որ ինքը օրինաչափ գործողություններ է կատարել, թե ոչ։ Վճռաբեկ Դադարանը չգիտեմ ինչու նոր նախադեպ է ստեղծել, որով նաև եթե ՍՊԸ-ն չի կարող այդ վնասը հատուցել, հայտ կարող է ներկայացվել ընդդեմ ֆիզիկական անձի։ Այսինքն ուր մնացել ՍՊ-ների մասին օրենքը, ուր մնաց քաղաքացիական օրենսդրությունը։ Դարձավ, որ լրիվ նոր օրենք, ոչ թե մեկնաբանեց օրենք, այլ լրիվ նոր օրենք կարծես թե ստեղծեց, փոփոխեց օրենքը, որի իրավունքը չուներ, այսինքն դուրս եկավ իր լիազորությունների սահմանից եւ այսօր Շիրակի մարզի տադախազությունը հայց է ներկայացրել մի անձի դեմ, որի վերաբերյալ, ասենք այդ նույն գումարի վերաբերյալ վարչական դատարանն արդեն իսկ վճիռ ունի կայացված։ Այսինքն ստացվում է, որ այդ նույն գումարը մի հատ ՍՊ-ից են բնագանձում վարչական դատարանի վճռի հիման վրա, մի հատ էլ ֆիզիկական անձից են բնագանձում այդ նույն գումարը, որը կրկին անգամ, այսինքն երկու անգամ անձից այդ գումարը հարգել, մի հատ իր ՍՊ-ից, մի հատ իրանից հարգելը, նորից օրենքին հակասող նախադեպ է, այսպես ասենք։ Ներկայացնում ես Վճռաբեկ Դադարանի որոշումը, ցույց ես տալիս, որ հակասում է այս որոշմանը, Վճռաբեկ Դադարանը այնտեղ կարող է ընդամենը ասել, որ նրա հանգամանքներն այլ է, սրա հանգամանքներն այլ է։ Իսկ բոլոր դեպքերում հենց Վճռաբեկ Դադարանի որոշումների մեջ էլ կա այդպիսի հանգամանք, որ երբևէ երկու գործ բացարձակ նույնական հանգամանքը չի լինի։ Այսինքն ցանկացած դեպքում, եթե ցանկություն ունեցավ վարույթ կընդունի, հագասող որպես իր նախկին որոշմանը, ցանկացած դեպքում կարող է վարույթ չընդունել։ Ժամկետների առումով այնտեղ սահմանափակված չի։ Ուզում 6 ամիս, մի տարի, կարող է մի տարից հետո նոր գտնես կամ տեսնես կամ որոշման հետ կապված որևէ նորություն չիմանաս, թե ինչ եղավ վերջի վերջո քո փողոքը։